Ողջույն, Ռեոփնի եթերում ամփոփում ենք նոյեմբերի 12-ը։ Խորհրդարանում Նիկոլ Փաշինյանը լրագրողներին ասել է, թե կգնա մայրաթոռ, երբ բավականաչափ մաքրված լինի։ Բանակցային գործընթացներից խոսելիս նշել է, որ իր հանրային ու բանակցային խոսույթները չեն տարբերվում իրարից։ Փաստաբան Արա Զոհրաբյանը հայտնել է, թե մայրաթոռից եւ Արագածոտնի թեմից 8 հոգեվորականի կանչել են քննչական կոմիտե։ Նրա խոսքով եկեղեցականները կոմիտե կներկայանան Նաթան Սրբազանին առնչվող ձայնագրության գործով վկայի կարգավիճակով։ 2 տարի առաջ տեղի ունեցած հեռախոսազրույցում կաթողիկոսի նախկին գավազանակիրը դժգոհում է, որ վեհապարը ստիպում է իրեն մասնակցել ընդդիմության ցույցերին։ Վրաց-ադրբեջանական սահմանին կործանված թուրքական ռազմատրանսպորտային օդանավը վթարից առաջ աղետի ազդանշաններ չի ուղարկել։ Օդանավում F-16 ինքնաթիռի պահեստամասեր են եղել։ Ավիավթարի հետևանքով զոհվել են օդանավում գտնվող բոլոր 20 զինվորականները, որոնցից ոչ բոլորի մարմիններն են գտել։ Նոյեմբերի 9-ին նրանք մասնակցում էին Բաքվի զորահանդեսին։ Թեժ մարտեր են ծավալվել Ուկրաինայի արևելյան հատվածում, որտեղ խիտ մառախուղի պայմաններում մոտ 300 ռուս զինվոր ներխուժել է առանցքային Պոկրովսկ քաղաք։ Ռուսաստանի զինված ուժերը հայտարարել են նաև Կուպյանսկի արևելյան հատվածի ամբողջական գրավման մասին։ Ուկրաինական զորքերի հրամանատարությունը խոստովանել է Զապորոժիեի շրջանում 3 գյուղ կորցնելու մասին։ Միացյալ Նահանգների ներկայացուցիչների պալատը կքվեարկի կառավարության 42-օրյա շատդաունը դադարեցնելու օրինագիծը։ Սենատն արդեն իսկ հավանություն է տվել փաստաթղթին։ Երևանում ավարտված բռնցքամարտի մինչև 23 տարեկանների եւ երիտասարդների Եվրոպայի առաջնություններում Հայաստանի հավաքականները նվաճել են ընդհանուր առմամբ 39 մեդալ, 7 ոսկե, 17 արծաթե եւ 15 բրոնզե։ Այսօրվա նորություններին ավելի մանրամասն կարող եք ծանոթանալ հետևելով մեր լրատվական թողարկումներին։ Ես Մերի Դանիելյանն եմ։ Ցտեսություն։